Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, եթերում ազատ շփումն է։ Դե ինչ, երբ նայում ենք ամբողջ աշխարհի լրահոսը, եւ եթե ուշադիր եք, հետեւում եք, ինքներդ էլ կտեսնեք ու կհասկանաք, որ հին աշխարհը այլևս չկա։ Հին աշխարհակարգը, որը 47 թվականից, եթե չեմ սխալվում, պայմանավորվածություններ է ձեռք բերել աշխատելու ձևի, ոճի, կարևորությունների եւ այլնի շրջանակներում կոլեկտիվ հայտեր, ոչ կոլեկտիվ հայտեր, այլևս չի գործում, վաղուց չի գործում։ Մնացել են փլատակները, որոշ ինչ-որ ով պատրաստ է եղել այդ ընթացքում պատրաստվել է ու իր պետությունը կարողացել է տնտեսական առումով լուրջ կետի հասցրել է, ով չէ, եւ աչքներիս առաջ հիմա ձևավորվում է նոր աշխարհակարգը, որը հեշտ բան չի, բնականաբար, տեմպերը ներողություն, կարելի է ասել այնքան էլ արագ չեն ընթանում եւ դա նորմալ է, որպեսզի անկառավարելի ցնցումներ տեղի չունենան կամ երրորդ համաշխարհային պատերազմը ամբողջ ուժով չպայթի, լինեն որոշակի զսպվածություններ։ Այո, այստեղ չափազանցություն չկա եւ մենք փառք Աստծո այս անգամ դիրքավորվում ենք ոչ թե միութենականության շրջանակներում, որը կարող է հետագայում աղետ բերել մեր գլխին, փորձանքի մեջ կարող ենք ընկնել, որովհետև առաջին անգամ, երբ որ աշխարհակարգը փլուզվեց, մի ամբողջ ցեղասպանություն տեղի ունեցավ, կայսրությունը կործանվեց եւ հայոց ցեղասպանությունը տեղի ունեցավ, այդ թվում նաեւ ասորիների, հույների ցեղասպանությունները, երկրորդ համաշխարհայինը արդեն բերեց նոր խաղի կանոնները, նոր ձևով կիսվեց աշխարհը եւ մենք այդ ժամանակ արդեն խորհրդային միության կազմում ենք մեկ այլ կայսրության մեջ, իմիջայլոց, որը փլուզվեց արդեն 90-ականներին, դրանից հետո ցավոք սրտի մենք այնքան էլ լավ չենք պատրաստվել ապագայի համար, որը այսօր է, հա, 90-ականների համար ապագան այսօրն է, եւ եթե 90-ականներին մեկը ասեր, որ այսպես ենք անում, որպեսզի 30-40 տարի անց լինենք պատրաստ, այս քարոզը ու աշխատանքը պիտի գնար, ցավոք սրտի չի գնացել է ճիշտ հակառակ քարոզը, որ մենք պիտի հետ մտնենք միութենականության շրջանակներ, Հայաստանի եղած-չեղած ոչ ռազմավարական պոտենցիալը նվիրվել է միութենականության իրենց պատկերացրած հեգեմոնին եւ ասել են դե մեր փոխարեն թող կայսրությունները որոշեն, կայսրությունների փլուզումը մշտապես բերում է մեծ աղետներ, ու փառք Աստծո հիմա Հայաստանի Հանրապետությունը օրորի շատ կարճ ժամանակում անկախանալով, այո, ես 91 թվականի անկախությունը իհարկե համընդհանուր ընդունում եմ, բայց այն պրոցեսները անկախությունից հետո որ պիտի լինեին 35 տարի անց ենք մենք տեսնում, կարողանում է դիրքավորվել նոր աշխարհակարգում եւ տա Աստված որպեսզի կառավարելի լինի ամեն ինչ, որովհետեւ մի կողմից էլ տեսնում ենք, որ անգամ կարելի ասել Միացյալ Նահանգների եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջև բախումը ռազմական ուղիղ գործողությունները առաջիկա շաբաթներին մոտավորապես 90% հավանականություն են ներկայացնում միջազգային տարբեր կառույցները, հա, հղում անելով տարբեր գործիչների խոսույթին, գործունեությանը եւ մյուս կողմից էլ Չինաստանն ու Ռուսաստանը արդեն այնտեղ ներկայություն ունեն նավատորմով, զորավարժություն են անում, մի խոսքով հեշտ չի լինելու եւ եթե չունենանք կայուն խաղաղություն այս պարագայում, որը որ ձեռնարկվել է դեռ անցյալ տարի, այսինքն վերջապես մենք հեռատեսություն ենք դիվանագիտական ցուցաբերել եւ գնացել այս ուղղությամբ, որպեսի կայունություն ապահովենք մեր սահմաններին եւ որևիցե կերպ հանկարծ չներքաշվենք որևիցե ռազմական գործողության մեջ։ Մի կողմից պիտի ներքաշվենք ռուս-ուկրաինական գործողության մեջ, մյուս կողմից կարող է այստեղ ինչ-որ բան լինի եւ կարողանում ենք մեր Նիկոլ Փաշինյանը իր նախընտրական խոստումը այս իմաստով կարծես կարողանում է իրականացնել, որ մեր նավը Ալեկոծ ծովում հասցնենք նավահանգիստ, ոչ թե որոշների նման ինչ-որ նոյան տապան են ստեղծում
փրկվելու համար, չգիտեմ, իրենց քաղաքական կոչված բաները, ռեսուրսները փրկելու համար իհարկե։ Իհարկե, այս ճանապարհը շատ բարդ է եղել ու դեռևս կա, քարկոծվել է ինչպես ամենատարբեր ուժերից արտաքին, թուրք-ադրբեջանական, ռուսական, ռուս-թուրքական, ռուս-ադրբեջանական, Իրանին են փորձել ներքաշել այս ամեն ինչի մեջ 3+3, չգիտեմ 17-4, մաթեմատիկա մի հատ, ցույց են տվել, որ նաև քաղաքականությունը ինչ որտեղ նաև կիրառական մաթեմատիկայի կարող է վերածվել, բայց հնարավոր դարձել է ու սա պետքա բարձր գնահատել։ Այսօր օրինակ շատ ընդդիմադիր քաղաքական ուժեր ասում են, որ այ Չինաստանին բերենք տարածաշրջան, դե հասկանալի է խի են Չինաստան ասում, որովհետև հասկացել են, որ Ռուսաստանի երբ որ ասում են ժողովուրդը նյարդայնանում է, որովհետև ժողովրդի հիշողության մեջ չի ջնջվել ոչ մի բան, ընդհակառակ նոր արթնացումներ են տեղի ունենում, նոր գնահատականներ, իրականության հետևից գնացող քաղաքացիներ ու մեծ լայն զանգվածներ են արդեն գնում, որ ովքեր որ ոչ թե ուզում են քաղցր ստին ծանոթ լինել, այլ հենց ճշմարտությանը եւ տեսնում են, որ իրականում եթե ասում ես ռուսական, դա նշանակում է ռուս-թուրքական եւ դա նշանակում է հակահայաստանյան, այսպեսի բան։ Անընդհատ Չինաստանի անունն են տալիս, բայց Չինաստանին կբերենք մենք նրանց հետ բան էս կողմ են կողմ, դե գիտենք, որ Ռուսաստանն էլ Չինաստանի պրոքսին է, հա, բայց մյուս կողմից էլ Անդրանիկ Թևանյանն էլ եկել հանրային հեռուստատեսությունում 3 առաջ օրը նա էլ շեշտեց, Նարեկ Կարապետյանն էլ էր շեշտում, ուրեմն հիշեցնեմ սրանց եւ սրանց հարող ուժերին, քաղաքացիներին նույնպես, որ Չինաստանի հետ ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրմանը հասել է Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական բլոկը։ Ու վերջ։ Դուք չեք կարող, դուք եթե ինչ-որ բան, հիմի Հայաստանում շատ լավ բաներ են տեղի ունեցել եւ ամեն մեկը ուզում է գա ինքը դրա վրա ամեն մեկը փորձում է քաղաքական դիվիդենդ հավաքի, կարծես իրենք ինչ-որ դրական ազդեցություն են ունեցել այդ ուղղությամբ ու իրանք իբր ավելի լավ կանեն, ավելի լավ անող եք, ժամանակ եք ունեցել անելու, ամբողջ ձեր ժամանակը տասնամյակները դուք վատնել եք մի երկրի սպասարկելու, մի երկրի հլու ծառա ու ենթակա լինելուն ձեր ամբողջ ժամանակը։ Հիմա բազմաբևեռ քաղաքականություն է գնում եւ բավականին հաջող համարձակ քայլեր են լինում։ Իհարկե, այստեղ պատասխանատվությունը մեծ է եւ առաջին անգամ արվում դրա համար որոշակի զգուշավորություններ, դանդաղ կոտություններ նկատվում են, որը կարա քննադատվի իհարկե արտախորհրդարանական ընդդիմության կողմից, ձեր կողմից չի կարող։ Ասեմ ինչու արտախորհրդարանական ընդդիմության, որովհետև արտախորհրդարանական ընդդիմությունը իր հերթին փորձել է աջակից լինել, որքան էլ որ ինքը ընդդիմություն է, բայց աջակից լինել առողջ ծրագրերին եւ առաջ տանել։ Ինչին դուք նույնպես քարկոծել եք, ել ծաղրել, ել ինչ ասես։ Նույն Չինաստանի հետ էլ երբ որ ռազմավարական բաներ կնքվում, դուք եք փորձում ծաղրել, այս ինչ անում եք, ընդեղ ակնկում եք, դրանք այո, դա այդպես է, բա այդպես պիտի լիներ, վաղուց պիտի այդպես լիներ, այսօր 0-ից չպիտի սկսեինք, այսօր արդեն քայլեր պետք է եղած լիներ այդ ուղղությամբ, բայց ով եք եղել դուք, որ կարողանայիք Հայաստանը տանեք բազմաբևեռ քաղաքականության տիրույթ, չեք կարող, ձեզ թույլ չէին տա եւ դուք հլու խոնար ծառայների նման ենթարկվել եք օտար երկիր է, ասենք Հայաստանի Հանրապետությունից դուրս ցանկացած պետություն օտար երկիր է, այլ բան է ինչ հարաբերություններ ունենք, բայց օտար երկիր է, մերը չի, գնում եք հլու հնազանդ, նստում, լսում, ենթարկում, գալիս, ինչ կա չկա, հանում, նվիրում, հիմա Շոյգուն էր խոսացել, բա, տեսնեք ինչեր է խոսացել, կարող է բանը, կներեք, եկեք ես ընթերցեմ ձեզ համար, Հայաստանի իշխանությունների հանրապետության երկաթուղիների կառավարման գործում Ռուսաստանին փոխարինելու ցանկությունը չմտածված որոշում է եւ կարող է հանգեցնել լուրջ հետևանքների, այս մասին 10-ին հայտնել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, այնու Սերգեյ Շոյգուն, ով հարավ-կովկասյան տարածաշրջանում Թուրքիայի հետ հիանալի իր մեկնաբանությամբ հիանալի օպերացիա էր իրականացնում։
Ես չեմ գնահատի այլ պետությունների կոմպետենտությունը երկաթուղային կառավարման գործում, բայց կարող եմ վստահորեն ասել, որ հազիվ թե որևէ այլ ընկերություն կարողանա լիովին փոխարինել ռուսական փոխադրողին, որը վաղուց եւ արդյունավետորեն աշխատում է Հայաստանում դժվարին պայմաններում, նշել է նա։ Շոյգուն հիշեցրել է, որ հարավկովկասյան երկաթուղիներ ՓԲ-ն ռուսական երկաթուղիների ՓԲ դուստր կառույցը գրեթե 20 տարի կատարում է կոնցեսիոն պայմանագրի պայմանները։ Նրա խոսքով այս ընթացքում ռուսական ներդրումների ծավալը գերազանցել է 30 միլիարդ ռուբլին, իսկ Հայաստանի բյուջեին փոխանցվել ավելի քան 15 միլիարդ ռուբլու հարկեր։ Եվ հիմա վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ կոնցեսիոն կարգով Հայաստանի երկաթուղիների գտնվելը ռուսական ընկերության մեջ վախեցնում է պոտենցիալ գործընկերներին, խոչընդոտում է տարածաշրջանային նախագծերին եւ մտածում է հայկական երկաթուղային ցանցի կառավարումը փոխանցել Ռուսաստանին եւ Հայաստանին բարեկամ երկրի, ընդգծել է Շոյգուն։ Նա նաեւ զուգահեռներ է անցկացրել Երևանի այլ նախաձեռնությունների հետ։ Վերջերս ես մեկնաբանեցի ԱՄՆ-ի հետ Հայաստանի միջուկային համագործակցության ծրագրերի շուրջ ստեղծված իրավիճակը եւ ահա նման դիվանագիտական լեզվով ասած չմտածված որոշումները չեն հանգեցնի նույնքան վտանգավոր փորձերի, որոնց համար ստիպված կլինեն վճարել Հայաստանի սովորական քաղաքացիները, հարց է բարձրացրել Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը։ Նա հավելել է, որ գրեթե 2 տասնամյակի ընթացքում կառուցված համակարգը կարող է պարզապես փլուզվել 1 ժամում։ Բնականաբար ոչ մի բարեկամական երկիր պատասխանատվություն չի կրի դրա համար, հուսով եմ, որ պատասխանատու որոշումներ կայացնելիս Հայաստանի ղեկավարությունը կլինի բացառապես իր քաղաքացիների շահերից, նշել է Շոյգուն։ Նա հավելել է, որ ընկերությունը կառավարում է անշարժ գույքի ավելի քան 1,2 եւ շարժական գույքի ավելի քան 12,500 միավոր օբյեկտ։ Պայմանագրի գործելու տարիներին վերանորոգվել է մոտ 700 կիլոմետր ընդհանուր երկարությամբ երկաթուղային ցանցի ավելի քան 520 կիլոմետրը։ Վերակառուցվել են տասնյակ կամուրջներ եւ թունելներ։ Նրա խոսքով տարեկան փոխադրվում են ավելի քան 500,000 ուղևոր եւ ավելի քան 1.6 միլիոն տոննա բեռ։ Երկաթուղային ռազմավարական դեր է խաղում երկրի համար, որը ելք չունի դեպի ծով։ Այս ամենի հետևում կանգնած են ավելի քան 2,500 աշխատակիցներ, հիմնականում Հայաստանի քաղաքացիներ, ընդգծել է նա։ ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարը հիշեցրել է, որ խոսային փլուզումից հետո հանրապետության երկաթուղային ենթակառուցվածքը ծանր վիճակում էր եւ 2008 թվականին ստորագրվել է կոնցեսիոն պայմանագիր, որի համաձայն Հայաստանի երկաթուղային համակարգի կառավարումը մինչեւ 2038 թվականը փոխանցվել է Հարավկովկասյան երկաթուղի ՓԲ-ին։ Իմիջայլոց Թրիփի մասով կոնցեսիոն կառավարման հայ-ամերիկյան բանի հետ անհամաձայն քաղաքացիներ այս երկաթուղի մինչև 38 թվականը որ տված է նույն կոնցենսիոն պայմանագրով, որտեղ որ այն 26%-ը չկա, այն որ ծաղրում եք, ասում եք 20, ընդամենը 26% չկա դա։ Գումարած դրան ոչ մի բան չի արվել։ Իմի Շոյգուն այսպես խոսում է, մենք բոլորը շատ լավ գիտենք, եկեք մի հատ քայլենք իրանց ասած 520 կիլոմետրով, տեսնենք այդ ինչ 520 կիլոմետր է, այդ կամ 1.6 միլիոն տոննա բեռը, դա նորմալ քանակության բեռ է, դա երբ է սկսել օգտագործվել առհասարակ, ինչ բեռների մասին է խոսքը, զոդի հանքից տեղափոխումները հետն են հաշվում, թե հետը չեն հաշվում, 1000 բան կա է այստեղ, 1000 բան, կամ այդ գնացների, այդ վագոնների բանի վիճակը ինչ վիճակ է, այսքան այն երկաթգիծը, որը 21-րդ դարում ընդամենը 40 կիլոմետր ժամ արագություն է զարգացնում, դա կարելի է համարել ժամանակակից աշխարհի հետ քայլելու համար հարմար ենթակառուցվածք։ Խնդրեմ, ստրկատիրական պայմաններով նվիրել եք երկաթգիծը ու այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետությունը, որը կարող էր խաղաղության խաչմերուկի վերածվել, որը Հայաստանին հենց հակապետական ուժերի կողմից քարկոծվում էր, այսօրվա դրությամբ արդեն տեսնելով, որ ենթակառուցվածքները լրջագույն խնդիր են մեզ մոտ ու արագ գուցե հնարավոր չլինի շատ բան անել, արդեն սկսում են մեկը մյուսի վրա ազդելով փորձել փոփոխել ուղիները։ Դրա վրա ուրախ եք, երջանիկ եք։ Ռոբերտ Քոչարյան, Տաշիր Սամոներ,
Երջանիկ եք այդ ուղղությամբ։ Դեմ եք տրիպի ուղուն, այսինքն կողմեք սս բլոկված նստելուն, ոչինչ չարվի, այսօր վարչապետը մասնակցում է արդեն Վաշինգտոնում է ու մասնակցում է խաղաղության խորհրդի առաջին նիստին։ Ինչ անի, ասի լավ դե պետքի հետ գա, ինչ եք առաջարկում, մետ ասեք տեսնենք։ Կոնցեսիոն կառավարման եք տվել ամբողջ երկաթուղին 0%-ով, 0% մասնաբաժին ունենալով, ու չեք հետևել, հետևողական չեք եղել, նրանք վերցրել ու ոչինչ չեն արել, այդ դրա համար, որ տնտեսական կախվածության մեջ լինեք, սա չեք նկատել երբեք։ Եվ այո, ոչ ոք չի ասում հեշտ է լինելու վերցնել ու տալ բարեկամ երկրի, բա միլիարդատեր եք, որ իբր բան ռուսական, բայց ձեր միլիարդերը չեք ուզում ներդնեք բարեկամ եք համ Ռուսաստանին, համ Հայաստանին, այն աստիճան, որ երկքաղաքացիություն ունեք։ Բա վերցրեք ձեր կազմակերպությունով դուք մի հատ ներդրում անեք, մի բանով Հայաստանի համար լավ բան արեք։ Իհարկե, բացի աղքատ մարդկանց կամ նեղ պայմաններում ապրող մարդկանց կատուրները կառուցել ու նրանցից ձայն կորզելը։ Սա կլինի Հայաստանի համար քայլ անել, պատրաստ եք անեք։ Պատրաստ չեք, որովհետև իրականում ոչ դուք այդ միլիարդները ունեք, այդ միլիարդները ձեզ չեն պատկանում ու դուք ինքներդ հիանալի գիտեք։ Այդ մի հատ միլիարդները պատկանում են FSB-ին։ Ձերը դրա 5-ից 10%-ն է։ Ու դա բոլորս գիտենք ու դուք էլ գիտեք, ինձանից լավ գիտեք, մարդկանց աշկը ձեր իբր մենք միլիարդատեր ենք, հետի մի մցրեք։ Ձեզ դարձրել են միլիարդատեր օֆշորներով, բանով, որպեսի մի խոսքով շատ չմարանանք, դրա մասին խոսել ենք։ Դե եթե կա այդ միլիարդները, վերցրեք ներդրեք ստեղ։ Փորձեք օգտակար լինել այդ իմաստով, որովհետև այսօրվա դրությամբ Ռուսաստանը փորձ է անում Վրաստանին համոզել, թե իրեն վնաս կլինի, եթե մեր մոտ երկաթուղիները աշխատեն։ Եվ ինչա բերում, ասում է այդ ճանապարհները Վրաստանով կարող են անցնել, ինչ եք թողնում Հայաստանով անցնեն։ Դրանք մեծ խաղեր են, կամ նույնը Իրանի հետ կապված։ Ոնց ասես չբզբզացին, որ մեր դեմ լարեն, տեղական մեր 5-րդ Շարասյան ուժերն օգտագործելով իհարկե մեր ժողովրդի համար։ Պատկերացնում եք մինչև այսօր ժողովուրդ ջան, մարդիկ կան, որ գիտեն, թե Հայաստանն է Թուրքիայի դեմ սահման փակել։ Պատկերացնում եք։ Ասում ես, ես նայում են, դե ասում ես լսի, հարգելիս, Հայաստանի Հանրապետությունը, այդ որ ասում եք, այ թուրքական ծրագիրն են իրականացնում, թուրքական ծրագիրը որն է Հայաստանի հետ սահմանը բացելը, բայց դա թուրքական ծրագիր է, բա ինչի է փակել, փակել էր, որ մեզ լավություն աներ, մի քիչ տրամաբանության հարց է, էլի, Հայաստանի Հանրապետության կողմից երբեք հայ-թուրքական սահմանը չի փակվել, երբեք, մի ժամով չի փակվել, փակ է եղել Թուրքիայի կողմից, փակել է, որ բլոկադայի ենթարկի, դրանով աջակցել է Ադրբեջանին, տնտեսական խնդիրներ ստեղծելով մեզ համար, տնտեսական խնդիրը փողն է, փող չունես, դե գնա տենան ոնց ես զինվում, ու ստիպված ռուսներն ու թուրքերը պայմանավորվել են, ստիպված պտտվում ես ռուսից ես առնում զենք, ռուսն էլ տալիս է ինչ որ իրան պետքա տա, այսքան բան, ու դու եղել ես կախվածության մեջ, վերջացավ, հիմա դրանից բացվում եք, նեղվում եք, մարդուն բացատրում ասում ես, այդ սահմանը թուրքերն են փակել, ու եթե դու կարողանում ես հասնես նրան, որ Թուրքիան իր կողմից սահմանը բացի, դա քեզ է օգուտ, ասում են, դա թուրքական ծրագիր է, թուրքերը ապուշ են, էլի, փակել են, որ տենց իրենց վնաս են, մեզ էլ լավություն անեն, այս մարդկանց խելքին եք, ես չեմ հասկանում, որ լրիվ ուրիշ իրականության մեջ են ապրում, լրիվ ուրիշ, այնքան են նայել այդ ալիքները, որտեղ որ առավոտից իրիկուն էլ լուտանք ինչ իրականության հետ կապ չունեցող բամբասանկչիությունը լծրած է, որ լրիվ ուրիշ իրականության մեջ են մտել։ Բա հեսա բա որ բացվեց մեր պամիդորը ինչ ենք անելու, լուրջ եք խոսում։ Այսինքն դուք այդ սահմանի բացումը պոմիդոր եք տեսնում, կամ մինչև հիմա ինչ եք արել, որ թուրքական պոմիդոր չի մտել հայկական շուկա չերես Վրաստան, ու
Հայաստանից էլ արտահանվել Ռուսաստան, ախր սրանք են մանր շուստրիներն են, էլի, որ իրենք են առաջին շահառուները, բա իրենց փողը կպրծնի այդտեղ, թքած պետության վրա, իրենց փողն է կարևոր։ Հանգիստ եղեք, շուկաները այլ կերպ են կառավարվում։ Բա եթե այդպես լիներ, մի Պարսկաստանից այնքան բան կգար ջրի գնով։ Կներեք այդ բառը ռաստամուշկը ասվածը ինչի համար է։ Կարճ դադար մեր եթերում։ Վերադառնանք սիրելի հեռուստադիտողներ, ու ես երկաթուղիների հետ կապված Անի Խաչատրյանի Հանրապետություն կուսակցության ներկայացուցիչ Անի Խաչատրյանի գրառումը կարդամ։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, թե Երևանում մոռանում են Ռուսաստանի հսկայական ներդրումները, երկաթուղում ու ստեղծված հսկայական աշխատատեղերը։ Չէ, մենք չենք մոռանում, ուղղակի չենք տեսել, ցույց տվեք։ Քանի կայարան եք վերագործարկել։ Քանի աշխատատեղ եք ստեղծել, եթե չեք փակել։ Չենք մոռանում, որ ռուսական երկաթուղին 40 կմ/ժ արագությամբ է բեռներ տեղափոխում 21-րդ դարում։ Չենք մոռանում, որ բուն ռուսական երկաթուղին այսօր սնանկ է։ Ու դրա մասին հրապարակումներն էլ է դրած։ Քանի 20 տրիլիոն թե ինչ, այսքան պարտք ունի վրան, ռուսական բանը, երկաթուղին։ Չենք մոռանում 90-ականների մայիսի 27-ը, չենք մոռանում, թե ինչպես ռուսական բանակը մտավ Երևան, չենք մոռանում, թե ինչպես երկաթուղային կայարանի տարածքում սկսված բախումներից հետո զրահապատ տեխնիկան ու տանկերը դուրս եկան քաղաքի փողոցները սկսեցին կրակել հայ ժողովրդի վրա։ Չենք մոռանում զոհված տղաներին, թե կայարանի մոտ, թե Նուբարաշենի եւ Էրեբունու հատվածներում։ Երկաթուղին միայն ռելսեր չեն, երկաթուղին նաեւ հիշողություն է։ Եվ երբ խոսվում է ներդրումների մասին, Երևանը չի մոռանում ոչ տնտեսական պայմանագրերը, ոչ էլ պատմական գինը, որ վճարվել է։ Հայաստանում ամնեզիա ունեն միայն նրանք, որ իրենց երկրի մայրաքաղաքը համարում են Մոսկվան։ Երևան մայրաքաղաք ունեցողները ոչինչ չեն մոռացել։ Ու եթե խոսում եք գործընկերությունից, խոսեք թե Լաչինի միջանցքում ում գործընկերն եք։ Հակարի կամուրջի վրա ու Իվանյանում ում գործընկերն եք։ Հարավային Կովկասում ով էր ձեր դաշնակիցը 2020-ին ու հետո։ Հա, ու մեկ էլ հիշեցրեք Հայաստանի Հանրապետության սահմանները գոնե գիտեք, թե մեր սահմանները ձեզ համար եղել ու մնում են վիճելի տարածքներ։ Հետգրություն, իսկ ամենից շատ մենք հիշում ենք ձեր տիտանական ջանքերը, որ Հայաստանը լինի ու մնա շրջափակված։ Դե կներեք, որ մենք ձեր Բատկայի Սուզանավից դուրս ենք գալիս ու մենք աշխարհին պետք ենք, դուք մեզ վաղուց ասելիք չունեք։ Իմիջայլոց այստեղ աչքովս ընկավ նաև մեկնաբանություններից մեկը Գրիգոր Ֆնդիկյանը, շատ ազդեցիկ էր։ Աշկիս առաջ եկավ այսօրը, մինչև մեր վիդեո տեսանյութ էլ գցել այդ կայարանի դեպքերից, Անի Խաչատրյան, Գրիգոր Ֆնդիկյան հետևյալ մեկնաբանությունն է արել։ Աշկիս առաջ եկավ այսօրը, մինչև մեր տների մոտ կրակոցները հասնում էին, մեր ծանոթների մի ջահել աղջիկ մահացավ կրակոցներից, պատշգամբում երեխային կերակրելուց կրակել էին վրան։ Ընկերոջս եղբայրը 22 տարեկան մահացավ, պատահական իրենց բակում նստած սպանեցին։ Այս ամեն ինչը մեզ ասել են, դե ոչինչ, դե դեպք է, դե կպատահի, դե եկեք մոռանանք, անցնի գնա, հեսա ռուսը գիտեք, ախր ինքը այնքան էլ տենցը չի, ինքը ու գնացել է պրոպագանդան այն աստիճան, որ անգամ Արցախը հանձնելուց հետո Արցախի էթնիկ զրկման ժամանակ գլխավոր պատասխանատու եւ հովանավոր Ռուսաստանի Դաշնությունը աչքերը փակ հետևում էր։ Դրանից հետո այսօրվա դրությամբ հանրային հեռուստատեսությունը եթերում Անդրանիկ Քոչարյանը, Անդրանիկ Քոչարյան կարելի է ասել, Թևանյանը վել որն է, կամ կարանք Անդրանիկ Ծառուկյան ասենք։ Լավ, Անդրանիկ Թևանյանը նստած ուսում այո Ռուսաստանի հետ։
որ տաշիր սամոն կանգնած ասում այո Ռուսաստանի հետ։ Իհարկե սրանք գոնե մի քիչ ֆայմ ունեն, ասես ուղիղ չեն ասում, չերես Չինաստան են խոսում, կամ մենք աշխարհում էլ ուրիշ երկրներում էլ կապեր ունենք, օֆշորներում էլի։ Ու մարդիկ նստած ծափահարում են, ուրանում եք դուք, այո։ Ուրանում եք, այս ամեն ինչը։ Դեռ դուրս են եկել, Արցախից են խոսում։ Արցախի ուրացողները հենց դուք եք։ Հենց դուք։ Շատ խոսելով չի, շատ նույն բանը կրկնելով չի, ամեն ալիքներով բամբասանք տարածելով չի։ Վերադառնալով երեք նայում եմ նոր բաներ են իհայտ եկել, հավելագրումների թեմաներ կա, էլի մարդիկ շատ են ասում, բայց մի րոպե, որ կառավարման է տրված եղել, բանա, ոնց է լինում, որ մեզնից են փող կերում, էլի, եթե հավելագրում, հավելագրումներ են արել պետական կառույցների վրա, կներեք, պետական բյուջեից է վճարում, դա մեր արկելից չի։ Դուք հենց այստեղի բանը նայեք, Հասմիկ Հակոբյանի գրառումը կարդամ, քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավոր։ Հիշում եք, որ դպրոցների կառուցումը Նարեկ Կարապետյանը գումարի վատնում էր համարում։ Հեչ պատահական չէր այս հայտարարությունը, ոչ էլ լեզվի սայթակում, սիրելի ընկերներ։ Եթե կարևոր էին դպրոցն ու ուսումը, իրենց կառավարման օրոք հոսանքի հավելագրում չէին անի դպրոցների վրա։ Օրինակ, միայն Շամբի միջնակարգ դպրոցի վրա 130,000 դրամից ավել փող են գրել։ Թե ով էր ասում գումարները վատնեն ու դպրոց պայեն, դրանց հասնում է Կարապետյան ջան, քանդեք, վաբշե տեղը տաշիր պիցա բացեք։ Իսկ հավելագրումները խայտարակ շատ են, էլ զորամաս 260,000 դրամ, էլ հիվանդանոց 320,000 դրամ, համայնքապետարան 1,100,000 դրամ, փողոցային լուսավորության համար անգամ 100,000-ավոր դրամների հավելագրումներ են արվել։ Հիվանդանոց, զորամաս, համայնքապետարան, քանդեք տեղը տաշիր պիցա բացեք կամոլ, թե բարերար։ Ուր են այդ ծափահարողներից պատասխանողներ կան այստեղ։ Կան այստեղ պատասխանողներ, այս ինչ հավելագրումներ են եղել, այդ դպրոցի վրա, որ հավելագրում եք արել այդքան, ամսեկան, կարող է այդ դպրոցի այդ գումարը, եթե տնտեսեր փոխարենը հարդարման վրա, արտաքին տեսքի վրա կամ ներքին հարդարման վրա մի բան ծախսեր, թե դա ձեզ հետաքրքիր չի եղել, կարևորը փողը ջեբներդ լցվի, որ այսօրվա դրությամբ արհեստական բանը տակ հрьяաներին, որպեսզի գան մեր գլխին քյալագյոզություն անեն, հազար ներողություն ես բառի համար, ուղղակի իրենց համար հարազատ բառեր եմ օգտագործում։ Իսկ կարող է ասենք թե 260,000 դրամ զորամասի վրա գրելու փոխարեն ու հավելագրում անելու գոնե բանին 44 օրյան ինչ ցանկացակ օգնել, չցանկացակ, դե հավասարության նշան եք դրել Հայաստանի ու Ադրբեջանի միջև, ինչի օգնեք, բայց գոնե զորամասը չուներ կարիքներ, հիվանդանոցը չուներ, մենք տեսնում ենք այսօր օրական պոլիկլինիկաները ինչ տեսքի են բերում, ինչով են հագենում, դրանք այս տարիներին պիտի սաղարվեն, հենց այն տարիներին, որտեղ որ դուք նույնպես զբաղված եք պետությունից փող կպցնելով, քերելով։ Հիմա եկել այդ նույն պետության մասին ասում եք թույլ տվեք մենք մտածենք ամիսը 10 դրամ մի դրամ աշխատավարձով, տարեկան 10 դրամ աշխատավարձով, շնորհակալություն, հենա տեսնում ենք ինչեր եք արել։ Համայնքապետարանները մտնում էր մի հարցով լացում էին, նայում էր համայնքապետարանի աշխատասենյակները, Երևանից դուրս որ գալիս էր, սիրտդ մղկտում էր, բայց 1,100,000-ով, գիտե, ինչքան բան կարելի էր անել։ Դուրս ես գալիս Երևանով քայլում ես, ոնց որ սարդոստայինների մեջ լինես։ Որովհետև այդ ձեռնտու էր, չէ՞։ Մոսկվայում այդպիսի բաներ եք տեսեք Կալուգայում։ Հավես է եղել։ Կամ այդ որ ասում եք արտերկրում ունենք ծավալ, մի հատ հենց Ամստերդամին հարցրեք, ինքը իր երկրում Կանադայում է, թե Անգլիայում է, Մեծ Բրիտանիայում, այդպիսի բաներ է տեսել։ Այդ որ հոփոլոփո խոսում է ժամանակ առ ժամանակ։
ու ակնկալում են քաղաքացիների ձայնը, ու կան է քաղաքացիներ, ոնց նայում եմ ընդեմ մի քանի հազար հոգի։ Ուրեմն ժողովուրդ ջան, ես ձեզ ուղիղ ասեմ ինչի մասին է խոսքը։ Խնդիրը դրված է հետևյալ կերպ, բնականաբար իրանք գիտեն, որ մեծամասնություն չեն հավաքելու, հարցը դա չի։ Իհարկե հիմի կարող են այդպես խոսել, որ ազատ է քաղաքական գործընթացը ամեն մեկն էլ մեծ խոսում է։ Բայց իրանց խնդիրը դարձյալ ազգային ժողովում ներկայություն ունենալն է եւ եւս 5 տարով հարամ անելն է Հայաստանի Հանրապետության ներքին քաղաքական կյանքը, առաջխաղացումը, վերադասավորումները, մաքրազարդումը։ Իրանց խնդիրը դա է, եւս 5 տարի փորձել կասեցնել մինչեւ տեսնենք ինչ կլինի։ Այսինքն իրանք ցարի հարատեվության հույսով են։ Սրանք չպիտի մտնեն ազգային ժողով, այս են ուժերն են, որ չպիտի ազգային ժողովում մի հատիկ աթոռի վրա նստած լինեն։ Ամեն մի հատիկ աթոռի վրա պիտի նստած լինի մեկը, ումից կարող ենք պահանջել պետության ներսում կատարվող այս կամ այն իրավիճակին հարիր գործունեություն։ Սա է։ 5 տարի եկան նստած էին այդ աթոռներին։ Նու 5 տարի նստած չէին բնականաբար, այնտեղ մի 2 տարի են նստել։ Մնացած ժամանակ չգիտես, էլ բացակայություններ, մի անգամ կարդացինք, չէ՞, բացակայությունների ցանկը, ինչ ռեկորդներ են սահմանել։ Գալիս է կառավարության այդ հարցու պատասխանա լինում, դու պատգամավոր փոխանակ օգտվես այդ իրավիճակից, որ ունես այդ հնարավորությունը կառավարության ներկայացուցիչներին հարցեր տալու, իրանք վեր են կենում գնում են, իրանք հայտարարություններ անում, հիստերիկ գնում են։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավորները տալիս են այն հարցերը, որոնք պիտի տային ընդդիմադիրները, որովհետև տեսեք ինչ է, կուսակցության պատգամավորները ու քանի որ իշխող ուժն է կառավարության ներկայացուցիչները նույն ուղղությունն են, չէ՞։ Իրանք այսպես թե այնպես ներկուսակցական ժողովներ են ունենում, հանդիպումներ, քննարկումներ եւ այլն, բայց քաղաքացիները այնքան չեն հարգում ձեզ, ընդդիմադիրներ, որ իրենց խնդիրը ձեզ հետ չեն ուզում կիսվեն, որովհետև գիտեն, որ դուք դա կօգտագործեք պետության դեմ, չեն ուզում, այդ դրա համար դուք հարցեր չունեք կառավարությանը։ Գտնում եք մի հատ, չգիտեմ, sense մի հատ բան, ինչ-որ մի հատ տեղ, բերում դրանից փորձում եք այդ մրջյունը փճել փիղ դարձնել։ Հասկանում եք, դուք չունեք օրակարգ։ Չունեք օրակարգ, որովհետև ժողովուրդը ձեզ այդքան չի վստահում, որ չի տալիս ձեզ օրակարգ։ Ու շատ ճիշտ է անում, ու էլի չի տալու։ Իշխանական պատգամավորները իշխանական կառավարությանը տալիս են ընդդիմադիրների հարցեր, տալիս են քաղաքացիների մտահոգող հարցեր։ Սա միակողմանի աշխատանք է, եւ որքան էլ որ էլի շնորհակալություն, որ այդքան ազնիվ ու բաց եք աշխատում, բայց այնուամենայնիվ ընդդիմության բացակայությունը պարզ տեսանելի է եղել այս տասնամյակներում, այս հնգամյակում կներեք։ Եվ հիմա ինչ են ուզում անեն, նորից ուզում են ինչ-որ կերպ խցկվել ազգային ժողով, խցկվել բառից բուն իմաստով, որպեսզի եւս 5 տարի այս ժողովրդի համբերությունն ու նյարդերն ու չգիտեմ ինչերի վրա ազդեն։ Ինչի արդյունքում իրենք շատ լավ գիտեն, որ իրենց բաների այս գործունեության արդյունքում հանրությունը իշխանությունից է հիասթափվում։ Ոսմեն բախի են թողնում, որ դե ժողովուրդ ջան, թողնել չթողնելով չի, ձայն եք տվեք, խցկել եք այդտեղ։ Հիմա 26-ին էլ որ ձայն տակ էլի են խցկվելու այդտեղ։ Եկեք մի հատ էլ ուրիշ բան փորձենք։ Փորձենք սրանց զեն չտանք։ Ավելի կենտրոնանանք իշխանության եւ արտախորհրդարանական ընդդիմության վրա։ Ձևավորենք քրիստոնեական երկրին վայել մի հատ նորմալ ազգային ժողով։ Եվ նստենք, լսենք քաղաքական խոսույթ։ Տեսնենք այդ աշխատանքները։ Ոչ թե տեսնենք հակադրություն, գիտեք շատ բան կարա տեղի ունենա։ Ծես կրտուկներ են աշխարհում շատ տեղերում լինում, ամեն ինչ էլ։ Իհարկե դա տհաճ տեսարան է, բայց դա լինում է։ Բայց այնուամենայնիվ եկեք պոկվենք դրանից։ Խնդրեմ, հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել գլխավոր դատախազության
ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը։ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին ՀՀ ազգային ժողովի հանրապետական ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Ավագյանից, Կարեն Ավագյանը է, որ ես իմ միշտ պատգամավոր էլ չի եղել, հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 10 անշարժ գույք, որից 3-ը գտնվում են կենտրոն վարչական շրջանում։ 12,718,000 դրամ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ եւ այլ։ Հիմա պարզա թե խի սրանք պիտի նստեն տակից, սրա նրա գով կանեն, մենակ թե այսօրվա իշխանություններին ժողովուրդ եկեք հեռացնեք, բայց 10 անշարժ գույք ա դրել։ Պիտի վերադարձնի։ Պարզա իր համար հեսա աչքերն էլ կլցնի Արցախի համար, հեսա կպայքարի Հայաստանի, չգիտեմ ինչերի համար։ Պարզի մի 5 հատ էլ fake էջ կարա ունենա հայհոյելով սրան նրան ֆրֆրա, որ մարդկանց մեջ ավելի մեծանա ինչ որ հիասթափության բաներ, դրսևորումներ։ Ու մեր քաղաքացիներից ոմանք էլ կնստեն այդ fake նորությունները կնեն, կասեն, բայց էսի ճիշտ է, որ սենց են։ Չէ, սրանք են։ Այդ են ձեզ գցում են այդ բաների մեջ, որպեսզի պահեն։ Այո, երբ որ ասում ենք, որ սրանք իրենց շարժումները սկսել են, որպեսզի պահեն իրենց թալանը, որովհետև արդեն հակակոռուպցիոն կոմիտեներ ստեղծվել, արդեն սկսում էին գործերը մեզ այդ եղածնել միտեղ դրած չի, փոխկապակցված բաներ կա, այդքանը հեշտ աշխատանք չի։ Ժամանակներ են պահանջում։ Եվ սիրուն լավ էլ վերադարձնում են։ 10 անշարժ գույք մի հատ երկրորդ երրորդական պատգամավոր։ Այսպես են վարվել պետության հետ։ Ու այսօրվա դրությամբ մենք լավ ժառանգություն էինք թողել դիվանագիտական Արցախի հետ կապված։ Չէ, բայց Արցախի հետ կապված ձեր դիվանագիտական ժառանգության մասին մեռանք ասելով եկեք նստեք դեբատի Նիկոլ Փաշինյանի հետ, այդ մարդը 100 անգամ արդեն ձեզ բան արել, հրավիրել, եք փախնում։ Եկեք ներկայացրեք այդ ինչի մա Արցախը չկա, մի հատ էլ ցույց տվեք, ասեք հեսա, այսի ժառանգություն համար 1, հեսա համար 2, հեսա։ Հերվից պատի ծակերից ով ինչ ասես խոսում, ինչ որ սիրուն բառերով բարդ համադասական նախադասություններ են կազմում, դնում են էկրանին, էլի որ մարդիկ sense բանում, այսի խելացի էր խոսում, կարող է, sense է կամ այնպես, չէ։ Ու տակը ոչ մի բան էլ չկա։ Ոնց որ իրենց տակ, իրենց էլ կասումները հանես տակը բան չկա։ Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը Facebook-յան իր էջում գրել է. Երբեք չէի մտածի, որ երբևէ կկիսվեմ Դաշնակցության պաշտոնական էջի գրառման, բայց եկավ այդ օրը։ Փետր Վարյան ապստամբությունից 101 տարի անց Դաշնակցությունը գրեց իր տխրահռչակ 004 շրջաբերականը, որով նախատեսվում էր Հայաստանի անկախությունը վերացնել, իսկ 104 տարի անց Գյումրիում կոալիցիա կազմեց բոլշևիկների հետ, իսկ 105 տարի անց հիմա կրկին միացել է Քոչարյանի ու երկու օլիգարխների հետ, որպեսզի մասնակցի Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ վերջին արշավանքին, որը վստահ եմ կանխելու ենք միասին։ 1921 թվականի փետրվարին ի պատասխան բոլշևիկյան բռնաճնշումների կներեք նույնիսկ շատ մանր տառերով մի քիչ մեծացնեմ, էլի որ մի հատ էլ ինչ էին տեղադրել 21 թվականի փետրվարին Դաշնակցությունն էր տեղադրել սա ի պատասխան բոլշևիկյան բռնաճնշումների հայ ժողովուրդն ընդվզեց զանգվածային դժվարությունների եւ բռնաճնշումների պայմաններում ՀՅԴ-ն գլխավորեց
քաղաքական ընդվզումը։ Արդյունքում Հայաստանում որոշ ժամանակով տապալվեց բոլշևիկյան իշխանությունը։ Ապստամբությունը դարձավ զսպող գործիք հայ ժողովրդի դեմ հետագա կազմակերպված գործողությունների համար։ Նկարում առաջին հանրապետությունից պահպանված միակ դրոշը, որը ծածանվել է փետրվարյան ապստամբության օրերին, պահվում է ՀՅԴ թանգարանում։ Իմիջիայլոց այս դրոշին, որ նայում ենք, կարմիր կապույտ ծիրանագույն է։ Հետո կոալիցիոն կառավարման ժամանակ 100 քանի տարի անց քիչ-քիչ դարձավ կարմիր կապույտ նարնջագույն։ Հիմա երբեմն էլ նայում ենք, հստակեցրեք էլի այդ գույների երանգները սահմանադրության մեջ։ Գնում ենք մի հատ սպորտային հանդիպան, տեսնում 4-5 ձևի դրոշ ենք տեսնում։ Ոնց որ հերվից նայես անգամ կարմիր կապույտ կարմիր էլ կգտնես։ Սա ինչ վերաբերմունք է մեր դրոշների նկատմամբ։ Եվ հենց սրա մասին է ասում, որ այո, դուք խոսում եք բոլշևիզմի դեմ պայքարից, բայց ճիշտ 101 տարի անց 004 բանը շրջաբերականը գրեցիք, որտեղ որ առաջարկում եք, որ Արցախի ու Հայաստանի ճակատագրերը նույն ձևով լուծվեն, երկուսը միասին մտնեն, չգիտեմ, ուրիշ երկրի բանի տակ։ 104 տարի անց Գյումրիում այո, բոլշևիկ Վարդանիկի հետ պիտի կոալիցիա կազմեիք։ 105 տարի անց էլ Քոչարյանի ու երկու օլիգարխների հետ միանեք, որ ՀՀ ինքնիշխանության դեմ վերջին արշավանքը իրականացնեք։ Շատ ճիշտ մեկնաբանություն է։ Եվ դրա համար եմ ես ասում, դաշնակցությունը զավթվել է, բուն դաշնակցական կուսակցությունը զավթվել է բոլշևիկների կողմից եւ օգտագործվում է Հայաստանի Հանրապետության դեմ։ Այսքան բան եւ Ռուսաստանի կայսրության օգտին։ Եթերում ազատ շփումներ կհանդիպենք։